երևի թե իմ շատ սիրած մասն է Աստծո խոսքից մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատմած առակները, նրա հետ կատարված պատմությունները, որովհետև նրանք առակներ են ու այդ առակների մեջ կա շատ խոր իմաստներ, դա մի հատ ոնց որ անտակ հոր եղնի, որ անընդհատ կարող է ջուրը հանել ու այդ ջուրը միշտ կեղնի սառը, այդ ջուրը միշտ կեղնի թարմ ու այդ ջուրը միշտ կհագեցնի քո ծարավը Քրիստոսով ու շատ առակներ էր Տերը պատմում շատ առակների ժամանակ ու մի առակ կար, որ ինքը պատմեց, բոլորս գիտենք այդ առակը բարի սամարացու առակը։ Նա պատմեց, որպեսզի ցույց տա, թե ով է մեր բարեկամը, ինչ է նշանակում լինել բարեկամ, բայց ես այսօր ուզում եմ այդ առակը, որպեսզի մենք կարդանք, ու այդ առակի մեջ ես ուզում եմ նշել 5 ճշմարտություններ, 5 հայտնություններ, որը շատ կարևոր է ամեն մեկիս կյանքի համար։ Ու այսօրվա պատգամը ես անվանել եմ լիակատար փրկություն։ Գիտեք, շատ մարդիկ այսօր փրկությունը պատկերացնում են միայն մեղավորի աղոթքով։ Այսինքն մեղավորը եկավ, կանգնեց, աղոթեց ու դրանով ամեն ինչ վերջացավ։ Բայց դրանով ամեն ինչ չվերջացավ, եթե այդ մեղավոր իսկականից ամբողջ սրտով աղոթեց, վերստին ծնվեց, դրանով ամեն ինչ սկսում է, ոչ թե դրանով ամեն ինչ վերջանում է։ Ու այսօր ես ուզում եմ խոսալ 5 փուլերի մասին մարդու կյանքի մեջ, որպեսզի մենք հասկանանք ու դրանով առաջ շարժվենք, դրանով ապրենք, ինչ է նշանակում լիակատար փրկություն։ Ու այդ առակը գրված է Ղուկաս ավետարան 10-րդ գլխի մեջ 30 խոսքից։ Այն ինչ որ ուզում եմ ես ասել, դա հիմքային բաներ է մեր կյանքի համար։ Գիտեք, հիմքը շատ կարևոր է մարդու կյանքի համար։ Ինձ համար մեծ նշանակություն չունի ինչ տուն է կառուցված, ինչ գեղեցկության տուն է կառուցված, ինչ քանի հարկանի է, քանի սենյակներ ունի։ Ինձ համար միշտ կարևոր է այդ տունը ինչ հիմք ունի, որովհետև եթե այդ տունը ունի ամուր հիմք, այդ տունը միշտ կմնա։ Եթե այդ տունը պատրաստված է շատ գեղեցիկ, շատ մեծ տուն է, բայց չունի հիմք կամ այդ հիմքի հետ խնդիրներ կան, այդ տունը կքանդվի։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք մեր կյանքի մեջ, հոգևոր կյանքի մեջ ունենանք հիմքեր ու այդ հիմքերի վրա շարժվենք, այդ հիմքերի վրա կառուցենք մեր հոգևոր տունը։ Ուրեմն Հիսուսը առակը սկսեց նրանով, ասաց՝ մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում եւ ավազակների ձեռքն ընկավ, նրանք էլ նրան մերկացրին, վիրավորեցին ու կիսամերկ թողած գնացին։ Առաջի փուլը, որ կա մարդու կյանքի մեջ, դա ես կոչել եմ անկում։ Երբ մարդը սկսած Ադամի ու Եվայի օրերից ապրում է այդ անկումը։ Դա մեղավոր մարդու բնույթն է ու ամեն մարդ գալիս է այս աշխարհ մեղավոր լինելով։ Մենք մեղք չենք գործում ու դառնում մեղավոր, մենք մեղավոր ենք, դրա համար մեղք ենք գործում։ Երևի բոլորդ էլ գիտեք դրա մասին, հասկացած կեղնեք ձեր կյանքի մեջ, որ մեզ ոչ մեկը չի սովորացրել մեղք գործել։ Գիտեք, շունը հաչում է, որովհետև ինքը շան կյանք ունի իր մեջ։ Կատուն մլավում է, որովհետև ինքը իր կատվի կյանք ունի իր մեջ։ Իրանց ոչ մեկը չի սովորացրել։ Իրանք այդ ձև են ծնվել, նույն ձևի մեղավոր մարդը մեղք է գործում, ոչ թե որով ինչ-որ մեկը իրան սովորացրել է։ Մենք մեր երեխեքին չենք սովորացնում ոչ մի անգամ, որ մեղք գործեն, մեզ էլ չեն սովորացրել, որպեսզի մենք վատ բան անենք։ Մենք սկսել ենք դա անելը, որովհետև մենք այդ ձև ենք ծնվել։ Մենք ծնվել ենք մեղքի իշխանության տակ, որովհետև մեղքը ունի իշխանություն։ Ու այս առակի մեջ գրված է, որ Երուսաղեմից մարդը իջնում էր Երիքով։ Երևի թե բոլորդ էլ գիտեք, որ եթե ամեն մի ցանկացած առարկա այստեղից ցած գցենք, ինքը կընկնի։ Ինչի համար, որովհետև վերևից միշտ ներքև է ընկնում, որովհետև կա ձգողության ուժ, նույն ձևի կա մեղքի ուժ, որը մարդուն ստիպում է մեղք գործել։ Մարդը չի ուզում, մարդը ներքուստ հասկանում է, որ դա ճիշտ չի, բայց ինքը չի կարա դա չանի, որովհետև մեղքը մարդու վրա ունի իշխանություն, բայց նա եկավ, որպեսզի քանդի այդ մեղքի իշխանությունը մեր վրայից։ Կարևոր է, որպեսզի մենք իմանանք ու հասկանանք ամեն պարագայում, որ մենք մեղավոր մարդ ենք։
Այսինքն մենք ուժ չունենք մեղքին դեմ կենալու։ Մեղքի ուժը ավելի մեծ է, քան մարդու ուժը։ Մարդը այսօր շատ մարդիկ ասում են մենք կամքի ուժ ունենք, դրանով պարծենում են։ Այո, մենք ունենք ինչ-որ չափով կամքի ուժ։ Մենք ունենք ինչ-որ չափով ամեն ինչ մեղքին դեմ մնալու, որովհետև նա մեզ խանգարում է, մեր կյանքը քանդում է, մեզ հաճելի չի, բայց մեղքը ավելի զորեղ է, ավելի ուժեղ է, քան մարդու կամքի ուժը, որովհետև սկսած Ադամից ու Եվայից, սկսած այն ժամանակից, որ մեղքը մտավ մարդու մեջ, մենք հայտնվեցինք այդ պարագայում։ Այսինքն ամեն մի մարդ ծնվելով այս աշխարհի վրա ունի մեղավոր բնույթ։ Գիտեք, այսօր շատ մարդիկ նույնիսկ աշխարհը նկատում է դա, գիտի դա։ Աշխարհը այսօր շատ կարող է նույնիսկ աշխարհը կարող է դիագնոզ տա, բայց բժշկություն չի տալիս։ Այսօր շատ դիագնոզ տվողներ կան։ Այս սենց հարա, այն նենց հարա, այս սենց պետք անես, այս նենց պետք անես։ Գիտեք, ալկոհոլիկ մարդը հասկանում է, որ ինքը դրանով բռնված է։ Թմրամոլը հասկանում է, որ դա դրանով բռնված է։ Մեղք գործող մարդը շատ ժամանակ հասկանում է, ինքը գիտի իր դիագնոզը, բայց չգիտի լուծումը։ Դրա համար առաջի բանը, որ մենք տեսնում ենք ստեղ Հռոմեացիս 5:12-ի մեջ գրված է, ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին, բոլորը։ Չկա մի մարդ, որ չեղնի մեղքի իշխանության տակ։ Այսինքն ամեն մի մարդ ծնվելով այս աշխարհի վրա, ինքը սկսում է մեղք գործել, որովհետև ինքը մեղքի իշխանության տակ է ու մեղքը ունի իր վրա ազդեցություն։ Երկրորդ բանը, որ տեսնում ենք, գրված է, որ պատահաբար նույն ճանապարհով մի քահանա էր իջնում, որ նրան տեսնելով շրջանցեց։ Նույն կերպ մի ղևտացի էր այդտեղով անցնում եւ տեսնելով նրան շրջանցեց։ Երկրորդ փուլը ես անվանում եմ ինքնարդարացում։ Երբ որ մեղավոր մարդը հասկանալով, որ ինքը մեղք է գործում, հասկանալով, որ ինչ-որ ձևով այդ մեղքի հարցը պետք է լուծվի, ինքը սկսում է զբաղվել ինքնարդարացմամբ։ Ես դա շատ ժամանակ նկատել եմ, ոչ միայն ես աշխարհի մարդու համար եմ ասում, այլ քրիստոնյաների համար։ Երբ որ իրանց կյանքի մեջ կա ինչ-որ մեղք, իրանց կյանքի մեջ կա ինչ-որ մի խնդիր, նրանք ոչ թե ուզում են լուծել նենց, որ Աստված առաջարկում, Աստծո խոսքն առաջարկում, մենք դրա մասին կխոսանք, այլ սկսում է զբաղվել ինքնարդարացմամբ։ Այսինքն քահանան դա ինձ համար գիտելիքի կամ աստվածաբանության խորհուրդ է։ Մարդը հենց գիտի, եթե շատ ինքը իմանա, աստվածաբանական դպրոց անցնի, դա իրան կօգնի իր մեղքերի հարցը լուծի։ Ղևտացին դա ծառայության խորհուրդն է, աշխատանքի ինչ-որ գործեր անելու, ու մարդը մտածում է, եթե ես շատ ծառայեմ Աստծուն, ուրեմն Աստված իմ մեղքերը կների։ Եթե ես շատ բան իմանամ, ուրեմն Աստված ինձ կների։ Եթե ես շատ փող բերեմ, ուրեմն Աստված ինձ կների։ Եթե ես միսիոներության գնամ, ուրեմն Աստված ինձ կների։ Ինչ որ ձևով մարդը ուզում է ինքնարդարանալ, ու դա նոր բան չի, դա ամեն մեկից մեջ կա, որովհետև ամեն մեկս ունենք ես, ու այդ եսը միշտ չի ուզում հանձնվի ոչ մի անգամ, միշտ ուզում է մնա նենց ոնց որ ինքը կա, բայց խնդիրներ չունենա, որովհետև մի կողմից մենք հասկանում ենք, որ մենք մեղավոր ենք, մի կողմից մեր խիղճը տանջում է մեզ, մի կողմից հոգու մեջ մենք դա զգում ենք, բայց մյուս կողմով մենք չենք ուզում դրանից ազատագրվել։ Մենք համաձայն ենք անել ամեն ինչ ասես կանեմ Աստված իմ, զոհաբերություններ կանեմ, սենց կանեմ, նենց կանեմ, խնդրում եմ, ներում չկա։ Մարդը իր գործերով չի կարա մեղքի հարց լուծի։ Բայց մարդու ու Աստծու մեջ կա մի հատ մեծ պատնեշ, դրա անունն է մեղք։ Հենց մեղքի հարցը լուծվում ալ, բոլոր լրիվ հարցերը լուծվում են։ Եսայի մարգարեության մեջ է գրված, որ մարդու ու Աստծու մեջ կա մի պատնեշ, դրա անունն է մեղք։ Դրա համար երկրորդ բանը, որ ուզում եմ, որպեսզի դա հիմքային է ինձ համար, ինքնարդարացումը
չի կարող լուծել ոչ մի խնդիր, չի կարող լուծել ոչ մի մեղքի հարց, դրա համար մեզ պետք չի ինքնաարդարացումով զբաղվել, մեզ պետք չի մեր ծառայություն ավելի շատացնել, որպեսզի Աստված մեզ ների, մեզ պետք չի մեր ծառայությունը ավելի մեծացնել, մեզ պետք չի ավելի շատ բան իմանալ, ու դրանով մենք գալիս ենք երրորդ փուլին։ Գրված է եւ մի սամարացի, որ ճանապարհորդում էր նույն տեղով, եկավ նրան տեսնելով գթած, մոտեցավ, նրա վերքերը կապեց, վրան ձեթ ու գինի լցնելով եւ գրաստի վրա դնելով նրան մի իջևանատուն տարավ ու խնամեց։ Մեր կյանքը փոխվում է, երբ որ մենք հանդիպում ենք Հիսուսի հետ, որովհետեւ ոչ մեկը չի կարող այդ հարցը լուծի։ Ես արդեն ասեցի, դիագնոզ տվողները շատ են։ Մարդիկ շատ հարցեր ունեն։ Այսօր գալուց առաջ հեռուստացույցը միացրած էր մի դրվագ էր, ինչ-որ հայկական ֆիլմ էր, չգիտեմ ինչ էր, ուղղակի ականջովս ընկավ։ Երկու մարդ խոսում են իրար հետ։ Մեծ մարդիկ են, տարիքով մարդիկ են, մեկը մեկին մյուսին հարցնում ասում է, ես չեմ հասկանում այս կյանքի իմաստը։ Ինչ է այս կյանքի իմաստը, մենք ինչի ենք ծնվում, որ այս անբահանալու ենք էլի։ Այն մեկն էլ ասում է, դե ես չգիտեմ։ Կողքից մի մարդ էր անցնում, երևի ինքը ամեն ինչ գիտեր իրանց կարծիքով, կանչեցին, ասին, արի դու ամեն ինչ գիտես, լա քեզ հարցնենք։ Այս մարդն ասավ, ես էլ չգիտեմ։ Աշխարհին շատ հարցեր ունի, ու ճիշտ հարցեր ունի, բայց լուծում չունի, որովհետև լուծումը միայն Հիսուս Քրիստոսի մեջ է, որովհետև մեղքի ներումը միայն Հիսուս Քրիստոսի մեջ է, որովհետև մեղքի ազատագրումը միայն Հիսուս Քրիստոսի մեջ է։ Այսօր շատ քրիստոնյաներ խաբված են, որովհետև իրանց թվում է, որ եթե իրանք քրիստոնյա են, մեղքը էլ ազդեցություն չունի իրանց կյանքի վրա։ Դա թեն չի։ Մենք միայն Քրիստոսով ենք մեղքից ազատագրված։ Միայն մենք Քրիստոսով ենք, որ մեղքը մեր վրա իշխանություն չունի։ Գիտեք, ես այսօր խոսացի ձգողության ուժի մասին, որպեսզի հաղթահարվի այդ ձգողության ուժը, մեզ ինչ է պետք, որպեսզի մի ուրիշ ավելի մեծ ուժ եղնի, որ մեզ ազատի այդ ուժից։ Ու եթե մենք նստենք մի հատ ինքնաթիռը մեզ կբարձրացնի դեպի երկինքներ, բայց հենց որ մենք ուզենանք այն հումորի նման ասենք, ստեղ կանգնի, ես ուզում եմ իջնել, մենք չենք կարա դա անենք, որովհետև քանի մենք ինքնաթիռի մեջ ենք, մենք ապահով ենք, մենք երկնքում ենք, մենք ձգողականության ուժը հաղթել ենք, բայց հենց որ մենք դուրս են գալիս այդ անկում, նորից գալիս ենք առաջի փուլին, նորից սկսում ենք անկում ապրել, նորից Երուսաղեմից գնում ենք դեպի Երիքով, ու այդ անկումը շատ արագ է տեղի ունենում։ Մարդու անկումը շատ հեշտ է, բայց վերականգնվելը շատ դժվար։ Մարդը մի վայրկյանի մեջ, 10 վայրկյանի մեջ կարա մեծ բարձրունքի ծնկնի, բայց եթե իրան հաջողվի կենթանի մնալ, շատ ժամանակ է պետք, որպեսզի ինքը վերականգնվի։ Ուրեմն սիրելիներս, մեղքը ունի ուժ, ու ինքնաարդարացումով մենք դե չենք կարող այդ հարցը լուծենք։ Այդ հարցը լուծվում է միայն, երբ որ մենք գալիս ենք Տիրոջ առաջ, խոստովանելով մեր մեղքը։ Ամեն ինչը թող, ոչ ծառայություն, ոչ գիտելիք, ոչ մի բան, վազի Հիսուսի մոտ, բացի քո սիրտը, ասա Տեր, մեղքի մեջ եմ, խնդրում եմ ազատագրի ինձ։ Առաջի անգամ, երբ որ մենք եկել ենք Հիսուսի մոտ, մենք այդ ձևով ենք ազատագրվել։ Մենք այդ ձևով ենք վերստին ծնվել։ Ու այս առակի մեջ գրված է, որ նա ձեթ ու գինի լցրեց։ Գինին նրա արյան խորհուրդն է, նոր ուխտի, որով մենք փրկված ենք, որով մենք գնված ենք, որով մեզ Աստված իրեն որդիներ արել։ Մենք ծնվել ենք նրանից։ Ոչ միայն Աստված մեզ ասել է, ես ձեզ փրկում եմ, գնացեք, ապրեք, յոլա գնացեք, հարց չկա, դատաստանի առաջ չեք կանգնելու, ոչ, ավելի մեծ բան արել ինքը մեզ համար։ Նա ծնել է մեզ, ու մենք իր որդիներն ենք, մենք իր զավակներն ենք։ Յուղը, ձեթը դա Սուրբ Հոգու
մասին է խոսում, որը մեր մեջ է։ Մեր մեջ նույն Քրիստոսի կյանքն է, ամեն մեկից մեջ։ Մենք ինչու ենք իրար սիրում, ինչու ենք իրար հարազատ զգում։ Գիտեք, ես շատ հարազատ եմ զգում, երբ որ մարդու հետ խոսում եմ ու տեսնում եմ նրա կյանքի մեջ հիմք կա, նրա կյանքի մեջ Քրիստոս կա։ Ինձ հետաքրքիր չի նա ինչեր է արել, ինչ հետաքրքիր չի ինչ բարձունքների է նա հասել, ինձ պետք է տեսնել Քրիստոս կա, թե չկա, որովհետև միայն Քրիստոսի մեջ է Աստծո հաճությունը, ոչ թե մարդու մեջ, ոչ թե մարդու արածների մեջ, միայն նրանով կա փրկություն։ Առանց նրա մենք չունենք փրկություն։ Առանց նրա մենք չենք կարող մեղքին դեմ կանգնել։ Առանց նրա մենք կորսված ենք։ Առանց նրա սատանան առյուծի նման ման է գալիս, որպեսի հոշոտի, որպեսի ուտի, որպեսի ոչնչացնի, որովհետև նա գող է, նա եկել է, որպեսի ոչնչացնի, բայց Հիսուսը եկել է, որպեսի մեզ կյանք տա ու էլ ավելի։ Հիսուսով ունենք մենք ինչ որ ունենք։ Առանց Հիսուսի չկա ազատագրում, առանց Հիսուսի չկա ներում, առանց Հիսուսի չկա կյանք հավիտենական։ Դրա համար ինչ էլ որ ուզում արած եղնես, ինչ էլ որ ուզում պատահի քո կյանքի մեջ, թող ամեն ինչ ու գնա Հիսուսի մոտ։ Անկեղծ քո սիրտը բացի, ինքը պատրաստ է ամեն մեկիս ընդունելու։ Նա միայն մեր որոշմանն է սպասում։ Ուրեմն չորրորդ փուլը, որ ես ուզում եմ խոսալ, ես անվանել եմ վերականգնում և աշակերտություն։ Նա ոչ միայն մեզ փրկեց, այլ մեզ բերեց Աստծո տուն, մեզ բերեց Աստծո ընտանիք, որպեսզի Աստծո ընտանիքի մեջ մենք սովորենք, որովհետև դա է նրա պատվիրանը։ Գնացեք քարոզեք ավետարան, մկրտեք ու սովորեցրեք այն, ինչ ես ձեզ եմ սովորեցրել։ Մենք իրավունք չունենք ապրել նենց, ոնց որ մենք ենք ուզում, նենց ոնց որ մենք ենք հասկանում։ Մեզ միայն պետք է ապրել, ձգտել, նենց ոնց որ ինքն է սովորացնում։ Ու մենք բոլորս աշակերտներ ենք, բոլորս սխալվում ենք, բոլորս ժամանակներ ա եղնում մեր լայնը կորցնում ենք, բայց փառք Տիրոջը, որ Սուրբ Հոգին մեր մեջ է, ու շատ ժամանակ թեկուզ եւ ապտակներով, թեկուզ եւ հայրական խրատներով, կյանքի տարբեր դժվարություններով անցնելով մենք սովորում ենք։ Սովորում ենք ունենալ Քրիստոսավայել ու Քրիստոսակենտրոն կյանք։ Սովորում ենք, որպեսզի հաճեցնենք նրան։ Սովորում ենք, որովհետև մենք հավատում ենք, որ նա է մեր Տերը, որովհետև մենք նրա ուսուցիչներն ենք, աշակերտներն ենք, նա է մեր ուսուցիչը։ Գիտեք, Աստծո խոսքի մեջ միայն 3 տեղ կա գրված քրիստոնյա բառը, բայց բազմաթիվ տեղեր գրված է աշակերտներ։ Մենք ուղղակի քրիստոնյա չենք։ Այսօր սաղ աշխարհի մեկ, ասում են 1/3 մասը քրիստոնյա է։ Ես առաջի հերթին աշակերտ եմ։ Ես Քրիստոսի աշակերտն եմ ու ես ուզում եմ սովորել իրենից։ Չի ստացվում շատ ժամանակ։ Շատ ժամանակ սխալ եմ անում, շատ ժամանակ ուրիշ ճանապարհով եմ ուզում, բայց փառք Տիրոջը, որ նրա ողորմությունը այնքան մեծ է, որ միշտ մեզ տանում է Քրիստոսի հետևից։ Եփեսացիս 4:11-13-ի մեջ գրված է. Համարներ շատ կա, չեմ ուզում համարներ կարդամ։ Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց մարգարեներ, ոմանց ավետարանիչներ, ոմանց հովիվներ ու վարդապետներ կատարելագործելու սրբերին ծառայության գործում։ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու որդու ճանաչողության, որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Մենք բոլորս աշակերտներ ենք ու մենք բոլորս սովորում ենք։ Դրա համար մենք Աստծո տանն ենք։
Դեք շատ մարդիկ այս ձևի պատկերացում ունեն, ասում են, դե մենք էլ ենք հավատում, տանը կարդում ենք, տանը աղոթում ենք, չեմ հավատում։ Չեմ հավատում, որ մարդը կարա իրոք անկեղծ տանը կարդա, աղոթի, Սուրբ Հոգու հետ, Աստծու հետ ունենա մտերմություն, հաղորդակցություն, եթե նա չի սիրում Աստծո տունը, չի սիրում Աստծո ժողովրդին։ Գիտեք, մեր աշակերտության ամենամեծ գործիքներն ովքեր են, մեր քույրեր եղբայրները։ Մենք բոլորս մեկ-մեկիս համար ռուսերեն տրինաժոր են ասում, հայերեն չգիտեմ ոնց են ասում, գործիք ենք, որպեսզի մեկ-մեկու սիրենք, մեկ-մեկու համբերենք, Աստծո ժողովուրդը դրա համար է, մեկ-մեկու բեռ կրենք, ոչ թե զարմանանք ասենք, այս իմ բեռը ինչու չեն կրում ոչ մեկը, գրված է, չէ, մեկ-մեկու բեռը կրեք, բայց իմ բեռը կրող չկա, չէ, որպեսզի մենք սովորենք մենք ուրիշի բեռը կրենք, որպեսզի սովորենք մենք ուրիշին ներենք, որպեսզի սովորենք մենք ուրիշին մի բան անենք, լավ գործ անենք, բարի բան անենք, ու դրա համար Աստված տվեց եկեղեցին։ Հիսուսն ասավ, ես կսարքեմ իմ եկեղեցին և դժոխքի դռները չեն կարող հաղթահարել։ Մենք Աստծո եկեղեցի ենք, կա ոնց որ ասում են տիեզերական եկեղեցի, այո, բայց կա նաև տեղական եկեղեցի, կա նաև տեղ, որտեղ դու ունես առաջնորդներ, մարդիկ, որոնք քո մասին, քո հոգու մասին, ոնց որ գրված է, հոգ են տանում, ու նրանք պատասխան պետք է տան, ու եթե մենք գտնվում ենք բավականաչափ խոնար, Աստված խոնարհներին շնորհ է տալիս, իսկ հպարտներին դեմ է կենում։ Եկեղեցին խոնարհություն սովորելու տեղ է։ Եկեղեցին մատ թափտալու տեղ չի, կներեք, որ այդ ձև եմ ասում, եկեղեցին իր ճիշտ առաջ գցելու տեղ չի, եկեղեցին մեկ-մեկու թիկուն կեղնելու տեղ է, մեկ-մեկու համար աղոթելու տեղ է, իրար հետ լացելու, իրար հետ ծիծաղելու տեղ է, եկեղեցին դա Աստծո ընտանիքն է, ու այդ եկեղեցու արժեքը ոչ թե մենք ենք առաջի հերթին, այդ եկեղեցու արժեքը մեր Տերն է, նրա ներկայությունն է, Սուրբ Հոգին է, որ մեր մեջ է, ու մենք դրանով արժեքավորված ենք, ուրեմն մենք աշակերտներ ենք, ու այս առակի մեջ այս մարդը նրանից հետո, որ վերքերը կապեց, նրան մենակ չթողած, չասավ դե ես քեզ ներել եմ, մնացած արդեն իմ խնդիրը չի, բերեց հոգատարությամբ ու հանձնեց, մոտեցավ նրա, վերքերը կապեց վրան, ձեթ ու գինի լցնելով այդ կարդացի, նրան մի իջևանտուն տարավ ու խնամեց։ Աստծո եկեղեցում կատարվում է Աստծո խնամքը իր երեխեքի համար, իր ժողովրդի համար։ Գիտեք, Աստված մեզ փրկում է առանց եկեղեցի, բայց Աստված մեզ դաստիարակում է եկեղեցու մեջ։ Աստված չի դաստիարակում անհատներին, անհատներին նա փրկում է, անկախ նրանից որտեղ ենք մենք, անկախ նրանից ինչ կյանք ենք ապրել, անկախ նրանից ինչ անցյալ ենք ունեցել, նա ներել է բոլոր մեր մեղքերը, բայց նրա վերականգնողական ու աշակերտության աշխատանքը սկսում է Աստծո եկեղեցում։ Դրա համար կարևոր է, որ մենք իրար հետ եղնենք։ Դրա համար է կարևոր, որ մենք իրար հետ հավաքվենք։ Շատ մարդիկ ասում են, դե ինչ կարիք կա, մենք օնլայն էլ ենք կարում։ Ոչ, այսօր օնլայն շատ քարոզիչներ կան, բայց ուզում եմ ասել ձեզ, երբ որ ձեր տեղը նեղ եղնի, այդ օնլայն քարոզիչը չի գալու ձեր կողքին կանգնելու, ձեր հետ լաց եղնելու, ձեր համար աղոթելու, ձեզ խրատ տալու։
Դրանք լինելու են այն մարդիկ, որոնք քո կողքին են, որոնց հետ դու հաղորդակցություն ունես շաբաթվա ընթացքում, ամսվա ընթացքում, քո կյանքի ընթացքում։ Իհարկե կան ժամանակներ, երբ որ մենք տեղանքային կամ ուրիշ խնդիրներով մեկ էստեղ ենք, մենք այնտեղ ենք, բայց մենք միշտ Աստծո տան մեջ պետք է եղնենք։ Ու վերջի բանը, որ ուզում եմ ասել, գրվածա, որ հաջորդ օրը 2 դինար հանեց, իջևանատիրոջը տվեց ու ասաց խնամիր նրան եւ ինչ որ ավելի ծախսես, ես մյուս անգամ վերադառնալիս կվճարեմ քեզ։ 5-րդ բանը ես անվանելում եմ Քրիստոսի երկրորդ գալուստ եւ սպասում։ Այն սպասումը, որ ունենք, պետք է ունենանք ամեն մեկս։ Եթե քրիստոնյան իր սրտի ներսում չի սպասում Քրիստոսի երկրորդ գալստին, Պողոս առաքյալն ասում է, որ այդպիսի մարդիկ ամենախղճալի մարդիկ են։ Եթե միայն այս երկրի վրա ենք մենք հուսացած Քրիստոսին, մենք ամենախղճալի մարդկանցից ենք։ Հիսուսը մեզ խոստացել է, որ գալու է մեր հետևից։ Մի օր մենք բոլորս գրված է, որ ովքեր կենդանի են, դեռ այս երկրի վրա նրանք փոխվելու են, իսկ ով ննջել են, նրանք հարություն են առնելու։ Բայց այդ օրը, նրա գալստյան օրը, առանց մեզ չի եղնելու։ Մենք այս երկրի վրա կեղնենք, թե ննջած կեղնենք, այդ մի օրը պայմանական, ես չգիտեմ երբ է այդ օրը, գալու է, ու մենք այդ օրվա համար ենք ապրում։ Մեր հավատքը իմաստ ունի, եթե մենք այդ օրվան ենք ձգտում։ Եթե միայն մեզ աշխարհի վրա ենք մենք ուզում, որպեսզի Հիսուսը մեր կյանքը փոխի, մեր կյանքը լավացնի, մեզ տա էս, մեզ տա այն, նա տալիս է մեզ ամեն ինչ առատապես, որովհետև նա ունի խոստմունքներ, թե այս կյանքի համար, թե հավիտենական կյանքի համար, բայց հավիտենական կյանքը ավելի մեծ է, քան այս կյանքը։ Գիտեք, Հիսուսը խաչի վրա իր արյունը չի թափել 70-80 տարվա համար, որպեսզի ինչ-որ մի ձևով ապրենք։ Մենք բոլորս ծնվում ենք մի անգամ ու մի անգամ մահանալու ենք, ու ամենքս ապրում ենք մեր կյանքը, ամենքս ապրում ենք տարբեր կյանք։ Մեկը լավ, մեկը վատ, մեկը աղքատության մեջ, մեկը հարստության մեջ, բայց ամեն մեկս մի օր կանգնելու ենք Տիրոջ առաջ։ Ու ինչ որակով ենք մենք կանգնելու, ինչ ձևով ենք մենք կանգնելու, կամ Աստծո եկեղեցի, կամ կորսված մարդ։ Հիսուսը խոստացել է։ Ես ուզում եմ մի հատված կարդալ Գործք առաքելոցից, երբ որ Հիսուսը իր հարությունից հետո առաջի գլխի մեջ մինչև 8-րդ խոսքերը նա պատգամ է տալիս իր աշակերտներին ու դրանից հետո ինքը բարձրանում է դեպի երկինք։ Գործք առաքելոց 1:9-ից եմ ուզում կարդալ։ Այս ասելուց հետո մինչև նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից եւ մինչև նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք եւ Հիսուսի գալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին եւ նրանց ասացին. ով գալիլեացիներ, ինչ է կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպով էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսակ երկինք գնալիս։ Սա առաջի մարգարեական խոսքն էր եկեղեցուն։ Սա առաջի խոսքն էր երկնքից եկեղեցու համար, որ Հիսուսը երկրորդ անգամ գալու է։ Նա առաջի անգամ եկավ, որպեսզի մեր մեղքերը ների, իսկ երկրորդ անգամ նա գալու է, որպեսզի մեզ վերցնի իր հավիտենական կյանքը։ Ուրեմն ամեն անգամ, երբ որ մենք անկում ենք ապրում, պետք չի ինքնարդարացումով զբաղվել։ Պետք է գալ Հիսուսի մոտ, ներում ստանալ, մաքրվել նրա սուրբ արյունով, նրա շնորհով, նրա ողորմությունով ու նորից աշակերտ դառնալ, նորից սովորել ու այդ սովորելու մեջ ունենալ նրա գալստյան սպասումը։
որպեսզի երբ որ նա գա, մենք այդ պահը չգիտենք, մենք այդ օրը չգիտենք։ Գիտեք, եթե նույնիսկ ինչ-որ մի մարդ, ինչ-որ, եթե հանկարծ լսեք կոնկրետ օր կասեն, դա տիրոջից չէ 100%, բայց եթե նույնիսկ ինչ-որ մեկին ասեն, որ այսինչ օրն է գալու, դա իր համար կարող է այդ օրը չեղնի, իր համար այդ օրը կարող է եղնի այսօր, կարող է եղնի 5 րոպե հետո, ու երբ որ մենք թողենք այս աշխարհը, ամեն ինչ վերջացած է։ Մենք հույս ունենք այս աշխարհի վրա, մենք հնարավորություն ունենք այս աշխարհի վրա, ու քանի դեռ մարդու մեջ շունչ կա, նա ունի շանս, բայց երբ որ մարդը վերջացրեց այս աշխարհի վրա իր կյանքը, շանսերը հատան, շանսերը վերջացան։ Ուրեմն թող Տերը օրհնի, որպեսզի ամեն մեկս ունենանք այդ սպասումը, ամեն մեկս ապրենք այդ սպասումով, ամեն մեկս ապրենք իմանալով, որ մի օր մենք հանդիպելու ենք մեր Տիրոջը ու ունենալու ենք հավիտենական կյանք։ Հավիտենական կյանքը դա մի տեղ չի, որ ոչ մի բան մենք չենք անելու, հա, ծառի տակ նստելու ենք, հա, ամեն օր խորոված ու քյաբաբ ենք ուտելու ու չենք չաղանալու։ Չէ, հավիտենական կյանքը դա Քրիստոսի ներկայությունն է։ Գիտեք, այսօր կան շատ արժեքներ մեր կյանքի մեջ, կան արժեք, օրինակ ամեն մեկս տուն ունենք կամ չունենք, ինչ-որ մի բաներ ունենք, որ մեզ համար արժեքավոր է։ Մարդը կարող է մեծ տուն ունենալ, դա իր սեփականությունն է, դա իր համար մեծ արժեք է, բայց տունը չի արժեքավորվում միայն գույքով, տունը արժեքավորվում է նրա մեջի ապրողների ներկայությամբ։ Ու երբ որ մարդը կորցնում է իր հարազատին, այդ տունը արժեքազրկվում է, որովհետև այդ տան մեջ նա չի տեսնում նրան, ում համար ինքը ապրում է։ Նույն ձևի հավիտենական կյանքը դա Քրիստոսի ներկայությունն է հավիտյան, որտեղ մենք վայելելու ենք նրա քաղցրությունը, նրա սերը, որտեղ չի լինելու ոչ լաց, ոչ ցավ, ու նա սրբելու ամեն մի արտասունք մեր աչքերից։ Ես չգիտեմ դա ոնց է եղնելու։ Ես նույնիսկ չեմ պատկերացնում դա, բայց ես հավատում եմ, որովհետև Աստծո խոսքը տենց է ասում։ Ուրեմն Տերը թող օրհնի, որպեսզի մենք ամուր մնանք, ու վերջում ուզում եմ մի համար կարդամ Եբրայեցիս 3:14։ Քանի որ մասնակից եղանք Քրիստոսին, ուստի հավատքը սկզբից մինչև վերջ պետք է հաստատուն պահենք։ Եկեք կանգնենք աղոթքի։ Տերը թող օրհնի ամեն մեկից, որպեսզի մենք մեր հավատքը հաստատուն պահենք։ Ես ինձ համար եմ ասում առաջի հերթին։ Ես կարիք ունեմ իմ հավատքս ամուր պահելու, որովհետև կյանքը Աստծո խոսքի մեջ գրված է, որ մանավանդ վերջին ժամանակները շատ չար են։ Մենք ամեն մեկս կարիք ունենք։ Դրա համար ինչ էլ որ եղնի, մի փորձի քո ուժերով ինչ-որ հարց լուծես, արի Հիսուսի մոտ։ Մաքրվի, սրբվի, շարունակի աշակերտել ու սպասի նրա գալուստին։